Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին։ Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում կայանված Lexus և Chevrolet մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։ Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 15-ին և 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ։ Ավան և Նորնորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին և դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։ Ավան առնջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց և հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը։ Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։